Հայաստանի Պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյան Բերլինի մեջ հանդիպում ունեցած է Գերմանիայի Պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ։ Նախարար Բաբիկյան հայտնած է հանդիպման ընթացքին քննարկեցինք պաշտպանության ոլորտի ներս Հայաստան-Գերմանիա համագործակցության ընթացքը եւ զարգացման հերանեկարները։ Բարձր գնահատեցինք գործակցության ներգամագարտակը եւ այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնեցինք։ Անդրադարձանք նաեւ դարաձաշրջանային եւ միջազգային անվտանգության առնչվող հարցերուն, նշած է նախարար Բաբիկյան։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերթական ապադեղեցությունը տարածեց, թե իբր մայիս 13-ին ժամը 20:45-ին մինչև 21:35 ժամանակահատվածին Հայաստանի զինված ուժերու ստորաբաժանումները գրակ բացած են սահմանակոդի արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներուն տեղակայված Ադրբեջանի թիրքերուն ուղղությամբ չի համապատասխաներ իրականության։ Վերջին շրջանին Բաքուն Երևանը գրեթե ամեն օր կմեղադրե իր թիրքերը թիրախավորելու համար։ Այդ նույն ընթացքին Սյունիքի Քեղարքունիքի սահմանային բնակավայրերեն կհաղորդեն ադրբեջանական կողմեն գրագոց մասին։ Մարտ 31-ին հայկական կողմը հաղորդած է Սյունիքի խնաձախ եւ խոզնավար գյուղեր ուղղությամբ ադրբեջանցիներու գրագոցներու մասին Բաքվին կոչ ընելով հետաքննել այդ փաստերը եւ հանդես գալ հրաբարագային բարձապանումներով։ Երեք այլ գրագոցներ լսված են Դավուշ մարզի Մովսես գյուղին մեջ։ Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան հանդիպում ունեցավ Լյուքսեմբուրգի փոխվարչապետ արտաքին գործերու եւ արտաքին արևդուրի նախարար Քսավիե Փեթելի հետ։ Հանդիպումը կայացած է Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի շրջանակներում մեջ կդեղեկացնեն Հայաստանի արտաքին գործոստնախարարութենեն։ Զրուցակիցները քննարկած են երկու երկիրներու միջև բարեկամության եւ ձևավորված փոխշահավետ գործընկերության խորացման ուղղված նոր նախաձեռնություններ։ Արարատ Միրզոյան եւ Քսավիե Փեթել միտքեր փոխանակած են Եվրամիության եւ Եվրամիության հարևանությամբ զարգացումներու Նախարար Միրզոյան ներկայացուցած է Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ընդգծելով, որ գործընկերության նոր օրագարկի ստորագրությունը նոր կարևոր հանգրվան մոբիլի լա Եվրամիության եւ անդամ պետություներուն հետ Հայաստանի համագործակցության ընդլայնման ճանապարհին։ Ըստ աղբյուրին Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի արտաքին գործոստնախարարները անդրադարձած են նաեւ միջազգային եւ դարաձաշրջանային զարգացումներուն։ Արարատ Միրզոյան ընդգծած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերություններու հաստատման մասին համաձայնագրի ստորագրման հարցով Հայաստանի վճռականությունը։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Լիլիթ Մագունց տեսփանադամ մեջ հյուրընկալած է Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչները։ Գահիտնեն Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփանադունեն։ Հանդիպան քննարկված են Հայաստան-Ամերիկա տնտեսական եւ արևդրային համագործակցության վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփանության եւ հայ գործարար շրջանակներու համագործակցության գարելիությունները։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ Սուրիո նկատմամբ պատժամիջոցները վերացնելու մտադրության մասին հայտարարությունը լայնորեն ողջունած են շարք երկիրներ, որոնք այս որոշումը համարած են դարաձաշրջանային գայունության նպաստելու եւ Դամասկոսի հետ համագործակցության նոր շրջան մեկնարկելու քայլ։ Այս մասին հայտնած է Սուրիո հերոստատեսությունը։ Ամերիկայի նախագահի կողմեն Սուրիո նկատմամբ պատժամիջոցները վերացնելու մտադրության մասին հայտարարությունը ողջունած են Կատարը, Քուվեյթը, Հորդանանը, Լիբիան, Լիբանանը, Իրաքը, Բահրեյնը, ինչպես նաեւ արաբական երկիրներու միությունը, Ձոցի համագործակցության խորհուրդը եւ ՄԱԳ-ը։ Վաշինգտոնի հայտարարությամբ Սուրիան եւ Միացյալ Նահանգները հաստատած են, որ Սեուդական Արաբիո մայրաքաղաք Ռիադի մեջ մայիս 14-ին կգայանա Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Սուրիո նախագահ Ահմեդ Շարայի հանդիպումը։ Ամերիկայի նախագահը մայիս 13-ին հայտարարեց Սուրիո նկատմամբ պատժամիջոցները վերացնելու մտադրության մասին այդ երկրին հետագա հարաճընթացի եւ բարգավաճման հասնելու հնարավորություն տալու նպատակով, նշելով, որ իր վարչակազմը առաջին քայլը արած է Սուրիո հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Միացյալ Նահանգները հույս ունի, որ Սուրիո նոր կառավարությունը պիտի կայունացնի իրավիճակը երկրի մեջ եւ ապահովի խաղաղության պահպանությունը։ Այս մասին ասավ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ ելույթ ունենալով Սեուդական Արաբիո մեջ կայացած ներդրումային հանդիպման։ Սուրիան, որ այդքան դարաբանկ եւ մահդեսած է, այժմ ունի նոր կառավարություն եւ մենք բոլորս պետք է հուսանք, որ այն կկարողանա կայունացնել երկիրը եւ պահպանել խաղաղություն։ Թրամփ նաեւ Իրանի իշխանություններուն գոչ արավ դադրեցնել ահաբեկչական խմբավորումներուն աջակցելը։ Գազայի հատվածի հարավ Խան Յունեսի եվրոպական հիվանդանոցին վրա Իսրայելի օդային հարձակումի հետևանքով զոհված է առնվազն 28 անձ եւ դասնյակներ վիրավորված են գահիտնի Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը։ Տեղական աղբյուրներուն համաձայն Իսրայելի օդուժը 6 ռումբ նետած է հիվանդանոցին վրա հարվածելով ներքին փագը եւ շրջակա տարածքը։ BBC-ն գահիտնի, որ օդային հարվածի հետևանքով դժուժած է նաեւ իր հետ համագործակցող լրագրողը։
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանակնացներ Սթիվ Ուիթկոֆ եւ Քիթ Քելոգ ծրագրած են մայիս 15-ին այցելել Թուրքիա, որտեղ կսպասվին բանակցություններ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Կհաղորդե CNN, անգախ ատկե թե Թրամփի դիվորոշե մասնակցել կամ ոչ Ուկրաինայի հարցով հատուկ բանակնած Քիթ Քելոգ եւ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանակնած Սթիվ Ուիթկոֆ ծրագրած են մեկնել Ստամբուլ բանակցություններուն ըսված է հրաբարակման մեջ։ Միևնույն ժամանակ նշված է, որ Քելոգ եւ Ուիթկոֆ ուղղակիորեն չեն մասնակցել բանակցություններուն, անոնք մտադիր են միայն հետևել Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջև շփումներու ընթացքին։ Վոլոդիմիր Զելենսկին հերթական անգամ հայտարարեց, որ պատրաստ է մայիս 15-ին Թուրքիո մեջ հանդիպելու Ռուսաստանի նախագահին հետ։ Միայն այն գրնահրատատարի վերաբերյալ որոշում կայացնել, նշած է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին հերքած է ռուսական կողմեն հնչող հայտարարությունները, թե ինք չի գրնարբանակցել Պուտինի հետ ավելի գանուխ կատարված օրենսդրական փոփոխություններով պատճառով։ Բացի ինձ մե ոչ ոք գրնաբանակցել Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ մեր օրագարկի շուրջ շեշտած է նախագահը։ Ավելի գանուխ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի Տագաննալ ու հայտարարած է, որ Վոլոդիմիր Զելենսկին Վլադիմիր Պուտինին բացի որևէ մեկուն հետ չի պատրաստվիր բանակցել։ Ռուսաստանի պատվիրակությունը Ստամբուլի մեջ կսպասե ուկրաինացի ներկայացուցիչները, ասաց է Ռուսաստանի նախագահի մամլոքարտուղար Դիմիտրի Պեսկով։ Մեր պատվիրակությունը այնտեղ պիտի լայև պիտի սպասե ուկրաինական կողմին, ասաց է Կրեմլինի խոսնակը։ Անչե բացահայտած ռուսական կողմին բանակցային խումբի գազմը, ինչպես նաև չէ նշած հանդիպման մեկնարկի ժամը։ Մամլոքարտուղարը հրաժարած է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Զելենսկիի խոսքերը Ռուսաստանի առաջնորդին հետ անցամբ հանդիպելու անոր ցանկության մասին, նշելով մենք կմեկնաբանենք միայն Պուտինի հայտարարությունները։ Չինաստան եւ Բրազիլ կգարձեն, որ գայուն խաղաղության պայմանագիրը կբահանջի ուկրաինական ճգնաժամի լուծում փնտրել հիմնված ադոր հիմնական պատճառներու ուսումնասիրության վրա։ Ըսված է երկու երկիրներու համատեղ հայտարարության մեջ, միաժամանակ նշված է, որ ուկրաինական ճգնաժամի փուն պատճառներու ուսումնասիրությունը պիտի օգնի ի վերջո արդար, դեպական եւ բարդավորեցնող խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն։ Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիգան, որն իր համեստ ապրելակերպի համար ջանցվեցավ աշխարհի ամենեն աղքատ նախագահը, մահացած է ան 89 տարեկան էր։ Խոր վիշտով կհայտնենք, որ վախճանված է մեր ընկեր Պեպե Մուխիգան, նախագահ եւ առաջնորդ X-ի մեջ գրած է Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսի։ Մուխիգան Ուրուգվայի նախագահ ընտրված էր 2009 թվականին եւ երկիրը ղեկավարած մինչեւ 2015 թվականը։ Ցեզի հետ էր Անի Զեյթունցյանը։